պապայի մոտ։ Դա ինչքան է սիրում ես պատմություն ես անցնել։ Այսինքն Կարմենի հեղիությունը ոչ մեկիս համար նորություն չէր։ Ու վերջին տվյալներով ես բաժանվել եմ։ Բայց այդ բաժանությունը քեզ չի ազատում պարտականություններից։ Հետաքրքիր է, ինչ պարտականություն։ Մի հատ կասես իմանամ, ինչ պարտականության մասին ես խոսում հիմա։ Ես քո երեխաների հանդեպ ունեցած պարտականությունը նկատի ունեմ։ Գիտես, ոչ մի ստորագրություն ու ոչ մի փաստաթուղթ չի ջնջի քո ու այդ երեխեքի արոնակցական կապը։ Այդ երբանից քո համար երեխեք դարձավ։ Կարծեմ նոր կինդ։ Լսի, ինքը իմ կինը չի։ Դժվար է այդքանը հասկանալը։ Ես կին չունեմ։ Լավ, ոնց ասես։ Նոր Կարմենը քեզ նկար ուղարկեց, չէ՞, որպես ապացույց, որ դուք զույգ եք ունենալու։ Դա իմ համար եղանակ չի փոխում։ Իսկ ինձ մոտ փոխում է։ Ես այդքան անջատված չեմ։ Ոչ էլ աներես էգոիստ, որ մենակ իմ մասին մտածեմ։ Ու հանդես եմ այն երկու երեխաներին, որոնք շուտով պիտի լույս աշխարհան։ Լավ, հիմա ինչ ես ուզում, ասածդ որն է։ Երեխեքիդ տերեղի։ Շատ վատ բան է առանց ընտանիք մեծանալը։ Հիմա դու երևի քո մեջ մտածում ես ինչ անսիրտ մարդ եմ ես։ Բայց ես այդպիսին չեմ։ Թող քո մոտ տպավորություն չլինի, որ իմ մոտ ազդեցություն չթողեց նորվա տեսածս։ Դա լավ է։ Ինչն է լավ։ Ես իմ պլանները չեմ պատրաստում փոխեմ։ Կարմենը երբեք չպետք է մտածի, որ ինձ գցել է իր հակարդը։ Տենց բան չի լինելու։ Կթողնի երեխեքին հայրություն կանեմ։ Չի թողնի ինքը գիտի։ Բայց ես քեզնից չեմ պատրաստում հրաժարվել։ Այնքան կուզեի, որ ամեն ինչ լրիվ ուրիշ ձև լիներ։ Նենց չի, որ ես էլ նստեմ մտածում եմ ոնց Կարմենին կատաղացնեմ ու գցեմ ջանս։ Քեզ ցավ պատճառեմ ու տենց շարունակ։ Ուղղակի ես էլ մարդ եմ, ես էլ կարող եմ սխալվեմ։ Բոլորս ենք սխալվում, ինչի մասին է խոսքը։ Բա որ այդքանը հասկանում ես, ինչի ես ինձ ավելորդ տեղը տանջում, հա։ Ես էլ եմ մարդ։ Քարից չեմ լադ։ Դեռ կարողանում եմ դիմանալ։ Բայց չգիտեմ, թե ես ինձ սենց ինչքան կարող եմ զսպեմ։ Ես չգիտեմ, թե ես որ պահին կհանձնվեմ ու կփախնեմ բոլորից հեռու։ Հանձնվել չկա։ Էլ չեմ ասում փախնելու մասին։ Դու դրա մեծ փորձն ունես։ Ես ասելդ ու փախնելդ մեկ է, հա։ Ուզում եմ գնամ պապայի մոտ։ Հա, էլի գնա։ Բայց ոչ դեմքի ես արտահայտությամբ ու ինձ տեղ մանթրաշ թողնելով։ Ինչ ես ուզում։ Ուզում եմ, որ ժպտաս։ Ամեն վայրկյան էլ ժպտում ենք։ Բայց իրականում ոչ ոք ուշադրություն չի դարձնում, կարևորություն չի տալիս նրան, որ ժպտալը, անկեղծ ժպտալը, իրականում շատ բարդ բան է, որ եթե տխուր ես, չի ստացվում ժպտալը, մի տեսակ կեղծ է ստացվում։ Բայց ես չեմ ուզում, որ դու տխրես։ Բայց դե կյանքում ամեն ինչ չի, որ մեր ոսելով է ստացվում։ Ոնց կծեցեի քեզ, ինչի ես դու եսքան անորակ, Կարմեն։ Ինչպես Մարթան էր ասում, առողջ երեխաներ ունենալու համար պետք է առողջ ապրելակերպ վարես։ Ես ձեզ պիտի լավ նայեմ իմ փոքրիկներ, դուք եք ինձ օգնելու, որ ես ձեր պապային պատժեմ։ Դուք ինձ շատ հարցերում եք օգնելու։ Երկար ժամանակ սենց չէի ուրախացել։ Հետաքրքիր է, ձեր պապան հիմա ինչ ա զգում։ Կարող է ինձնից շատ է ուրախացել, որ զույգ ենք ունենալու։ Սպասի։ Ինչ եղավ։ Կանգնի։
Ձեզ սազական չէ, եկեք ուրիշտեղ մեքենա նայել կտամ։ Իսկ ես ով խոսացրեց։ Ով քեզանից խորհուրդ հարցրեց։ Էս ինչ է, ընկելա հետևից ես։ Ես էլ քանի անգամ ռաստվում եմ, ու ինչի համար, որ մի լավ բանի համար եմ ես սենց սև նվեր ստանում։ Դու ինձ համար սև նվեր ես, սև թուղթ։ Ինչքան վատ բան կա կարելի է քո հետ կապել։ Այստեղը լավ հիշի։ Այստեղը ես լավ գիտեմ։ Ինձ էլի այստեղ բերելու։ Գետնախորշում էլ չեմ թողում մարդը հանգիստ ապրի։ Привет, կյանք։ Ես այսօր գնացել էի իմանալու մեր երեխայի սեռը։ Ես քեզ եմ ուղարկել մեր փոքրիկների առաջին նկարը, լսում ես, փոքրիկների։ Մենք զույգ ենք ունենալու կյանքս։ Պապ, ինչ անեմ։ Ասա ոնց ինձ պահեմ, որ ճիշտ լինի։ Ինչի է իմ կյանքն այսքան բարդ։ Ում եմ ինչ վատություն արել, որ այսքան չստացված կյանք է ինձ բաժին հասել։ Հանգստացար, փոխվեցիր։ Պապա հետ գնաց ժամանակ պահակ պետք չի։ Ուզում եմ պապայի մոտ մնամ։ Իսկ ես ուզում եմ, որ գնանք հաց ուտելու։ Սոված չեմ, Վլադ։ Որովհետև երեսս չես ուզում տեսնես։ Հիմա ինչ մեր սաղ կյանքը պետք է սենց տխուր անցնի։ Ամեն անգամ երբ Կարմենը սենց մեծ կապիկություն անի, պետք է հեռվանանք իրարից։ Վլադ, ինձ Քեզ հասկանալ կարելի է։ Ու ես լրիվ հասկանում եմ քեզ, մտնում եմ քո դրության մեջ։ դե լավ է։ Ուրեմն թող թմնամ պապայի մոտ։ Բայց ես ուզում եմ, որ գնանք հաց ուտելու։ Չէ, ես սոված չեմ։ Լավ, ոնց որոշես։ Ես իմ խոսքի տերն եղա։ Ժամանակն է, որ դու էլ քո խոսքի տերը լինես։ Վալեր, կարելի է մի քիչ ուղեղներիս զոր տալ ու պալաչի հարցերը լուծելու ուրիշ տարբերակ գտնել։ Գյորգիչ, ես վատ տրամադրություն ունեմ, ու դու ինձ ավելի մի ջղայնացրու։ Կամ էլ կարող եմ միամիտ մարդու տպավորություն եմ թողնում։ Վալեր, մտքովդ չի անցնում, որ այսքան բանից հետո պալաչի աչքը վախեցած կլինի։ Կարող է ոչ մի բան էլ չանի, բերանը չբացի։ Դու հիմա հեքիաթների մեջ ես, ու ամեն ինչ անում ես, որ խոսքիցդ հետ կանգնես։ Բայց չի ստացվի։ Ես պիտի որդուդ տեղն իմանամ։ Տղես մեր տանն է, Վալեր։ Դու իրան կարող ես գտնել մեր տանը։ Բայց դու իմ տղու հետ հարց ու պատասխան չունես։ Նայ հենց չլինի, որ հիմա էլ ես կատաղեմ։ Խաղեր մի խաղա, Ադամ։ Մեր պայմանը ոնց էր։ Ես տղերքիս հետ եմ կանչում, դու էլ ինձ օգնում ես որդուդ միջոցով պալաչին գտնել։ Հա, բայց Այս դեպքում ինձ համար բայց գոյություն չունի։ ես դեռ պետք է տղուս տեսնեմ։ Տղուդ կարաս տանը գտնես։ Երբ տղուս տեսնեմ, հասկանամ, պարզեմ, որտեղ եմ պալաչենք, քեզ խաբար կանեմ։ Դու անսահմանափակ ժամանակ չունես։ Ես քեզ 24 ժամ եմ տալիս ինձ պատասխան տալու համար։ Ինչ կասես, պապ։ Կասեմ, որ ցավում եմ։ Ինչի համար ես ցավում, պապա, որ զույգ եմ ունենալու։ Իսկ ես շատ ուրախ եմ։ Ցավում եմ, որ երկու երեխուս ես ազատվել եմ։ Պապա! Ձայնդ չբարձրանա։ Դու գիտես իմ պայմանը։
Դու ուզում ես սպանել իմ դեռ չծնված երեխեքին։ Իսկ դու ուզում ես, որ ես հանդուրժեմ Ադամի, իմ թշնամու ժառանգներին իմ տանը։ Նրանք նաև քո ժառանգներն են։ Ոչ։ Ու ես պարտադրում եմ, որ դու ազատվես այդ երեխեքից, քանի դեռ շատ ուշ չի։ Ես դա չեմ անի։ Մանավանդ որ գիտեմ նրանք երկուսն են։ Ես ունենալու եմ այդ երեխեքին, եթե անգամ իմանամ, որ փողոցում եմ մնալու։ Վանյա ջան, նա ինչ եմ ուզում անեք ազիզ։ Ուզում եմ բռնեք, այդ վլադիկին մի հատ լավ ծխեք։ Ոնց ասեք, Արամ Ալիկիչ ջան։ Վայ աման, արա ոնց եմ սիրում, որ ինձ տենց Արամ Ալիկիչ եք ասում, ու այն էլ նենց հավեսով ջանով։ Շատ է ձեզ սազում, Արամ Ալիկիչ ջան։ Լավ, մի ոգևորվի, Վանյա։ Ես ուզում եմ դուք այդ վլադիկին բռնեք ծխեք ու նենց անեք, որ ոչ մեկ չիմանա, որ մեր մատը խառնա, որ էդի վերջնականապես տեղը բերի, որ Արամ Ալիկիչի կրոջը չի կարելի խաբել։ Դու դրել ես ինչ ես անում, հասկանալի է։ Ոնց ասեք, Արամ Ալիկիչ։ Լավ։ Դե գնա։ Հա Ժան, Հա, ինչ կա, ոնց եղեք։ դե ոնց պիտի լինենք, դու ասա, նեղացած ես դեռ ինձնից։ Ինչ եք անում, ես ուզում եմ մի հատ հանդիպեմ խոսալու բանում։ Չգիտեմ, հիմա մի քիչ անհարմար հա, չգիտեմ ինչ ասեմ։ Ադանը ասում եմ կարևոր է, պետք է հանդիպենք, խոսալու բան ունեմ։ Չարժի։ Ավելի լավ ամեն ինչ թողնեմ նենց, ոնց կա։ Ինչքան շատ եմ փորձում բացատրություններ տալ, այդքան լարում եմ մեր հարաբերությունները։ Ես դրան մոտեիր։ Չէ, նորեկա, ինչ կա որ։ Հեչ, բայց ես գնում։ Չի։ Ուզում ես գնամ։ Դե, հա, ճիշտը գնալն է, բա ու պարապ չես երեկվանից մեզ հետ ես։ Սիրում եմ քեզ շատ։ Երբ ես սովորելու ինձնից չքաշվել։ Լավ։ Քեզ անհարմար վիճակի մեջ չեմ դնի։ Բայց պետք է խոստանաս, որ ինչ էլ լինի ինձ մենակ չես թողնի։ Ու մեր սերը միշտ կպահես։ Խոստանում եմ։ Ասա, որ երբեք չենք բաժանվի։ Ինչ ես անընդհատ բաժանումից խոսում։ Չգիտեմ։ Բայց ուզում եմ խոստանաս, որ միշտ իմը կլինես, միշտ։ Դե դու դա գիտես, որ տենց է։ Գիտեմ, իհարկե գիտեմ։ Դե գնա։ Կգնամ։ Եթե խոստանաս, որ կմտածես իմ մասին։ Ու մեկ էլ եթե հանկարծ բան լինի, կզանգես։ Լավ։ Չէ, բայց ես չեմ կարող ձեզ տեղ մենակ թողնեմ։ Ինչի՞։ Դու չէիր ասում, որ այստեղ շատ ապահով է, ու այստեղի մասին ոչ մեկ չգիտի։ Դե հա, տենց էլ կա։ Դե բայց ինչի՞ ես անհանգստանում։ Գնա հանգիստ։ Տես հա։ Խոստացել ես մտածել իմ մասին։ Հենց գնամ կկարոտես։ Լավ։ Ու մեկ էլ ինչ պետք է ես կառնում հետս կվերեմ, չգիտեմ տեղը բանա։
Վլադ, Ջան, հետ լավ։ ուզում էիր ասել, որ ինձ շատ ես սիրում։ Ահա, սիրում եմ։ Ուր է մատանետ։ Ինձ մոտ։ Դե անհարմար է, հո ամեն վարքյան մատից չի լինելու։ Լավ չեմ պարտադրում։ Թող այն միշտ քո սրտում լինի։ Բան պետք լինի զանգի լավ։ Եկել ես խոսենք, թե նորից վիրավորելու ենք իրար ու հետո ամեն մեկս մեր ճամփով։ Ընթացքը ցույց կտա։ Իսկ այդ քո ասած ընթացքը ինչից է կախված։ Մեր անկեղծ լինելուց։ Հա, անկեղծությունը լավ բան է։ Եթե իհարկե կարողանաս միջև վերջ հավատարիմ մնալ դրան։ Մեր ձեռն է։ Կուզենք անկեղծ կլինենք, կուզենք չենք լինի։ Չէ՞։ Հա, շատ հնարավոր է։ Բայց երբեմն նույնիսկ մենք ինքներս մեզ հետ չենք կարողանում միջև վերջ անկեղծ լինել։ Կամ էլ այդքան համարձակություն չենք ունենում։ Ինչի համար ես չի ուզենա, որ դու իմ թշնամին լինեիր։ Իսկ ես քո թշնամին եմ։ Ասենք հա։ Չէ՞ որ դանակով էիր հյուր եկել։ Իսկ դու իմ փոխարեն ոնց կգայիր, ինչ կանեիր։ Ես կգայի, կլռեի ու կլսեի։ Հարց չկա։ Եկել եմ, լռեմ ու լսեմ։ Քեզ ուրիշ բան չի էլ մնում անելու։ Լռի ու լսի։ Լսում եմ, թե ինչ գիտես դու իմ կյանքի մասին։ Ասա։ Հիշում ես, չէ, որ ասացի մի կին խնդրել էր, որ քեզ տիրություն անեմ բանտում։ Այդ կանուշ պատմությունը դու ինքդ էիր հորինել։ Իսկ հիմա ասա տեսնեմ ով է քեզ ասել, որ մեր ուժի իմ հերը չի։ Դու պարզեցիր, որ աղբերս կապ է ունեցել մեր ուժի հետ։ Դու էլ ինձ խղճացիր, վերցրիր ու սկսար տիրություն անել։ Հեքիաթ։ Մի րոպե։ Ամեն ինչ ավելի պարզ է, քան թվում է։ Դե խնդրում եմ, Լև, ասա այդ պարզությունը, լսում եմ։ Հերդ։ Անունով հերդ, մեր ուժը։ Հարբած։ Մի օր բերանը ապրծապր շախ տվեց ու ասեց, որ ինքը քո հերը չի։ Մեր ուժը։ Սուտ ես ասում։ Տես։ Տես չի ստացվում մեր խոսակցությունը, որովհետև չենք հավատում իրար։ Կամ էլ դու չէիր պատկերացնում, որ ամեն ինչ ավելի քան պարզ է։ Շարունակի։ Վերջ, էլ ինչ շարունակեմ, այսքանը։ Գնում ես։ Բա ինչ անեմ։ Իսկանից հետո ճիշտը գնալն է։ Հա, ճիշտ ես, ճիշտը գնալն է։
Եթե ինձ այսքան լսելուց հետո չհավատացիր, ուրեմն լավ կանես իսկապես գնաս։ Գնա, մտածի, երբ կհամոզվես իմ ասածների մեջ, կգաս կշարունակենք։ Իսկ հիմա կարող ես գնալ։ Անգնամ զբաղված կնես։ Լսի աղջիկ ջան, գիտեիք, որ փչացած ես, որ լիրբ ես, բայց այս կարգի, այսքան փչացած ես։ Չհամարձակվես ինձ հետ, այդպես խոսել աչքերդ կհանեմ։ Լսի, այդ դու չհամարձակվես ինձ հետ, այդ ձևի խոսել, ու այդ ձևի բարդել, այ քո սուրդ։ Ոնց է երկու աղբերով ինձ նվաստացնում։ Դու ինչ հետ նվաստացնենք, այ ազիզ ջան, ինչ հետ նվաստացնենք, նվաստացած պրծած ես վաղուց։ Ալիկ, ես շատ լավ գիտեմ, դու էլ գիտես, որ դու միշտ Լևի կամակատարն ես արել, միշտ ինքը իրա կեղտոտ գործերը քո ձեռներով արել, ու հիմա խնդրում եմ քեզ, Ալիկ, ասա, որ դու ես բժիշկներին փող տվել, որ դու ես փոխել անալիզների պատասխանները։ Լսի այ աղջիկ ջան, ես էլ իմ աղբոր կամակատարն եմ եղել, դու ում կամակատարն ասես եղել ես։ Ալիկ, կսպոնեմ քեզ խոստովանի։ Ինչ ես ուզում որ ասեմ։ Ալիկ, ասա, խնդրում եմ քեզ, Ալիկ, կյանքումդ գոնե մի անգամ ճիշտը ասա, որ դուք եք բժիշկներին առել, ախր ես լավ գիտեմ, որ սոսը Լևի տղենը։ Լսի վատ ես տոր նույնիսկ ես եմ շոկի մեջ, նույնիսկ ես չեմ հավատում, որ կարել է այսքան լկտի ինել։ Լսի, այսով զարմացած եմ գիտես, ես գոնե կարծում էի, թե այդ երեխան Լևինը կլնի, բայց հարյուտ ես, որ այ քեզ բանը մարդ կար այսքան փչացած լինի։ Մի խաղա, Ալիկ, չփորձես խաղալ։ Ես գիտեմ, որ դուք երկու աղբերով սարքել եք իմ գլխին։ Ալիկ, իմ տղեն Լևի տղեն, Ալիկ։ Լսի այդ ցավը տանը, այ ազիզ ջան, Լևինն նա, գնա Լևին ասա, թող մի հատ գնա բժշկության ու գիտության հետ կռիվ տա, նա հասկանան էլի, այդ ինչ են արել, որ այդ երեխան Լևինը չի։ Լսի, ազիզ, մեր մեջ էլի, գոնե մոտավորը չի գիտես, այդ ումն է այդ երեխան։ Կարող է իմ դա։ Դե! Ես ձեզ հլը կսովորացնեմ մարդկանց հարգել։ Ես ձեզ երկու աղբոր ցույց կտամ։ Այ լսում եմ քեզ, բայց մեռնում եմ, թե բան եմ հասկանում։ Լսի, կարող հա, Լևի ցույցդ կդրել ես, եկել ես, որ քեզ բանման անեմ։ Ինչ։ Լսի, Ալիկ, ես հիմա ոչինչ չեմ խոսի, ոչինչ չեմ անի, որ չիջնեմ քո մակարդակին, որ քո նման չցինիկանամ։ Ես էլ ասել, թե արդեն դու ես ուզում եմ պատվի հետ խաղաս։ Պատվի հետ խաղալը դու հլը կտեսնես։ Լևը ժառանգ չունի։ Նրա բորի մանա է տենցա։ Ես կան ինձ չի տանջում, ընգնում է փչացածի հետևից։ Ախորս աչքինը փուշ կառա։ Ադամն ինձ որ տեսնում է, երևի ավելի ծանր է տանում Կարմենի հղիությունը։
Ես իրան հիշեցնում եմ Կարմենին ու երեխեքին, որ դեռ պիտի ծնվեն։ Եթե գժի ուղարկած նկարն ու զանգը չլիներ, ես հիմա Ադանայի հետ կլինեի։ Բայց չէ, ոնց կարող է 5 րոպե հանգիստ ունենամ կամ 5 րոպեից ավելի երջանիկ լինեմ։ Ով եմ ես, որ այդ իրավունքն ունենամ։ Ով է ինձ այդ իրավունքը տվել։ Կարմեն ջան, ոնց որ կարոտել ես ինձ, հա։ Ես քեզ կարոտը տառնելու հնարավորություն կտամ։ Կգամ ու մոտիկից կքննարկենք այս նկարը։ Տաքսի եմ կանչել, արդեն դուրս եմ գալիս։ Հաժան ճիշտն ասած տանտեղն ասեցի, բայց հիմա մտածում եմ, որ ոնց որ այդքան էլ ճիշտ չէր, գիտես։ Եթե չես ուզում, կարամ չգամ, այտենց ողբերգիկ մի ընդունի ասածս։ Եթե բան չունենայի ասելու, հաստատ չէի գա։ Ժան, սպասի։ Մի բան չասած միանգամից նեղանում ես։ Սպասի բացատրեմ, թե խնդիրը որն է։ Մենք հիմա Վլադի ընկերոջ տանն ենք։ Ինքը հիմա դուրս է եկել, բայց ամեն պահի կարա գա։ Ու ես ինձ լավ չեմ զգա, որ ինքը գա, ստեղ ու քեզ տեսնի։ Դա ինձ համար ճիշտ չի լինի, ինձ ճիշտ հասկացի։ Անենցա, որ այդ տեսարն ինձ էլ հաճելի չի լինի։ Դրա համար եթե հանդիպենք, տնից դուրս կհանդիպենք, որ կարողանանք հանգիստ խոսանք։ Հա, բայց Լավ, սենց անենք, ես հեսա հասնեմ քո այդ ասած տեղը, զանգեմ դուրս արի մի հատ մոտակայքում սրճարան գտնենք, նստենք խոսանք։ Ուղղակի պապային չեմ կարա մենակ թողնեմ։ 20 րոպե։ Թամանը 20 րոպե է տևելու մեր խոսակցությունը, մեկ երբ կդիմանա պապատ։ Պապ ջան, ոնց ես։ Սոված չես։ Ոչ մի բան չես ուզում ուտես։ Պապ, ես ուզում եմ դուրս գամ, Ժանոյի հետ պիտի հանդիպման գնամ, կարող եմ չէ գնալ, եթե չես ուզում քեզ մենակ թողնեմ, չեմ գնա, կարճ ժամանակով եմ գնալու, պապ ջան, բայց պիտի խոստանաս, որ իմ բացակայության ընթացքում ինքնուրույն ոչ մի բան չես անելու, խոստանում ես, հանգիստ գնամ, Ինչ եք լուր նստել։ Պապան գոնե խոսեց ինչ-որ բան։ Հաճիշտ է ասաց, որ պիտի երեխեքիցս ազատվեն, բայց ինչ-որ բան ասեց։ Դուք նացեք լռել, ոնց որ թաղում եկած լինեք։ Թաղում չէ, պանի խիդա։ Բայց ռադի բոգ, խնդրում եմ, այս թեմաները եկեք թողնենք իմ հարսանիքից հետո։ Ես շոկի մեջ եմ, երկու երեխա, ախր ինչ ենք անելու այդ երեխեքին։ Մամա, մեծացնելու ենք։ Երբ որ երեխա է ծնվում, ինչ են անում։ Պահում մեծացնում են։ Ես ավելի լավ միտք ունեմ։ Ասում եմ, չբռնենք այդ բլադիկին սատկացնենք։ Ասեմ ինչի ելը մի րոպե, նայ։ Էդի դեբիլ է։ Դրա հարցերը պետք է լուծենք։ Ու էդի որ իմանա այն աշխարհ գնալուց հետո, որ մերը ցես չի կարելի վարվել։ Տղա ջան, դեբիլը դու ես, ոչ թե Վլադիկը։ Մենք ինչից ենք խոսում, դու ինչ ես ասում։ Ամենաճիշտ լուծումը այս հարցի պապատա գտել։ Մենք երկու երեխա առանց հայր չենք կարող պահել։ Մամա, ինչ աղջիկ ջան։ Եթե ուղեղդ մի փոքր աշխատացնես, կհամոզվես, որ դու քեզ վրա ավելորդ բեռ ես վերցնում։ Ինչի համար? Ինչի համար կարող ես ասել։ Եթե այդ երեխեքի հերը այդ երեխեքին չի ուզում, դու ինչ ես այդ ծանրության տակ մտնում։ Ինչ ես քեզ դատապարտում։ Ну вот что это такое? Сумасшедший дом. Մամա, այսինքն դու որ մեզ ունեցել ես, քեզ բերի տակ ես, հա գցել։ Տենց հա դուրս գալիս։ Մամա, եթե տենց մոմենտ կա, ասա իմանամ, ցավոտ տանեմ։ Մենք այն տղեն չենք էլի, որ ինչ-որ մեկի վրա բեռ լինենք։ Դե կարող է, մարդ ես, հետագայում փոշմանեմ արածիս համար, բայց դե ով չգիտի, որ ես օրով ապրող մարդ եմ, ու այսօր, այս պահին, ես որոշել եմ, որ պիտի ունենամ իմ երեխաներին, պարզա։ Ուրեմն կունենաս, ավելորդ գլխացավանք մի սարքի, հա։ Ասում եմ, ոնց կարելի է այդ աննասունին չբռնել, որ այդ երեխեքի հերն է համարվում, այն էլ ոչ բարով, դրան պետք է գիտես ինչ անենք։ Ստոպ, չշարունակես, թույլ տուր ես ավարտեմ, բռնես ու սատկացնես, չէ, էդ է ուզածդ,
Սատկացնելը դրան քիչ է։ Դրան պիտի մասերի բաժանել։ Հիմա երկուսդ էլ ռատներդ քաշում եք։ Ես ու Կարմենը մնում ենք մենակ։ Այդ ինձ թաքուն խոսացիք էլի, որ կակոյնի բույց վլադիկ եկավ ու պատիվներս գետնով տվեց։ Խոսացեք։ Լավ էլի։ Ոնց որ դեպի երեխա լինես։ Ինչքան կարելի է անիմաստ խոսել։ Какие люди, Владикас. Ես ձեր մոտ ոնց տեսնում եմ ընտանեկան ժողովը, հա։ Հա, արա, ընտանեկան ժողովը։ Դու էլ ոնց որ տոշնի վախտով ես եկել, արա։ Մի րոպե, Արամիկ, իմ կյանքը տեսել ապուջուրների նկարը ու եկել որ ինձ ներողություն խնդրի, չէ՞։ Վլադ, ոնց ես քեզ զգում կրկնակի պապա դառնալու կապակցությամբ։ Ես չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ, թե դու ինչի ես հիմա այստեղ գտնվում, բայց մի բան շատ լավ գիտեմ, որ քեզ այստեղ տեսնել չեմ ուզում։ Դուռը բաց ու գնա, հա։ Չէ, մամա։ Շատ լավ է, որ բոլորը հավաքվել եք իրար գլուխ։ Արա, վլե, մի մոռացի որ դու ես, իմ օջախում ես, արա։ Ուրեմն ժամանակն է, որ ձեր աննորմալ աղջկան բացատրեք, որ ինձ ու իրան որևէ բան չի կապում։ Մենք արդեն վաղուց բաժանվել ենք։ Արա, դու դեբիլ ես, արա, բա երեխեքը ինչ են, երեխեքը հեչ, արա։ Դե լավ էլի, հանգիստ թողեք էլի ես երեխուն, չեք տեսնում հուզված է պապայա դառնալու վերջը։ Ոչինչ, հիմա եսի ավելի կհուզվի։ Արա դու ջոգում ես ու քրոջ պատվի հետ ես խաղում, արա։ Ուրեմն ես ու քուրդ վաղուց բաժանվել ենք։ Մենք հիմա պետքա փոխադարձ իրար հարգենք, բայց ինքն հենց անում, որ այդ հարգանքն էլ չլինի այլևս։ Ես ինչ ես խոսում, արա։ Արա ես որ իմ աչքով եմ տեսել իմ քուրը ոնց է տանջվում, տառապում ու քո համար։ Ու քեզ թվում է դու պատասխան չես տալու ես, արա։ Ինձ թվում էր դու ուրիշ ոգևորությամբ կգաս այստեղ, որ մեր երեխաների նկարը տեսնելուց այստեղ ինչ-որ բան կփոխվեր։ Ես պատրաստ եի այդ երեխուն հերություն անեի, կամ ոնց որ դու ես ասում երեխեքին, որոնց դու չգիտեմ ինչ ճանապարհով ես ունեցել։ Բայց դու ունդեղ հասցրեցիր, որ ես արդեն հոգնել եմ այս թեմայից։ Այդ երեխեքը իմ համար չկան, հասկացար։ Ոնց չկան, արա։ Ասում ես չկան, արա։ Հանգստացին, արեսկոմ։ Ես եկել եմ քեզ ասեմ, որ դու ինձ հանգիստ թողնես։ Էխո կանես, նկար կանես, չգիտեմ ինչ կանես։ Այդ ինձ հետաքրքիր չի։ Հասկացար։ Փաստորեն դրա համար է եկել։ Չէ, եսի ուրիշ բանի համար է եկել։ Եսի եկել է, որ ես իրա բերանը ջարդեմ։ Հանգիստ է։ Լսեք, լավ էլի, ինչ բռի ու անդասիրակ եք։ Իմ Հենրին այստեղ հաստատ չէր դիմանա։ Ես իմ ասելիքն ասեցի։ Ձեր աղջկան տիրություն արեք, թե չէ կարող եմ մյուս անգամ ես ինչ չզսպեմ։ Իսկ դու քեզ մի հատ հավաքի, թե չէ կարող է հիմա քեզ նկարում են։ Նկարում են։ Ոնց նկարում են։ Կայնի արա։ Վերենք դիտեղդ, քանի հորդ չեմ զանգել։ Չէ, ինձ այս տնից գնալա պետք, արագ։ Հենրի, իսկ ասեմ, հարսանիքը մի քիչ կարագացնի։ Ու այսքանից հետո իմ իդիոտ աղջիկը սրանից ուզում է երեխա ունենա։ Իզուր ես եկել։ Ես չեմ մտափոխվել, դու փողերիցդ զրկված ես մնալու։ Դու էլ ընտանիքդ էլ։ Դու թքել եմ փողերի վրա, ցավը տանեմ։ Ես դրա համար չեմ եկել, ես եկել եմ քեզ մի հատ գրկեմ, մի հատ խփեմ դոշից։ Ցավը տանեմ, ախպերս ու շնորհավոր եմ։ Ինչ անչես տանց չի գրոտել, ինչ ա եղել։ Ոնց։ Դու բավոր ասում էի։ Դու բավոր ասում էի, էդի տուն թողելու բան չի, որ ասում էի դրան հավատալու չի, ու էլ չեմ ասում, որ դրա պատճառով հարազատ ախպորիցդ յան էիր տվել, ցավը տանեմ։ Դու դա ումից ասես կարող երեխա ունենար, բայց ոչ քեզնից։ Որտեղից ես իմացել։ Դու իրանից։ Եկել էր մոտս։ Շատ լեխտին է, բայց հա։ Մեկ ասի թևից բռնեմ շպրտեմ, մեկ էլ խիղճս չտարավ։
Դու գիտես ես ինչ մաքուր սիրտ ունեմ, ինչ մաքուր հոգի ունեմ, ցավդ տանեմ։ Ինչ էր ուզում։ Դրա եկել ասում էր բժիշկներին առել եք, անալիզները կեղծել են։ Դու այ փչացած։ Պետք է անալիզ տանենք, որ իմանայինք դու ով ես, կամ քո լակոտնով, հա։ Երեխու հետ գործ չունես։ Հանգիստող երեխու։ Ապեր ես այն գլխից էլ գիտեի, որ երեխեն քոնը չի։ Ու դրա համար քեզ մոտիկ չէի թողում։ Իսկ դու ինձ թողեցիր, նա բռնեցիր, ինձ էլ դավաճան հանեցիր։ Իսկ դու ինչի ես այդքան վստահ եղել, որ երեխան իմը չի։ Դե կարող է քոննա դրա համար, հա։ Երեխա խեղճացիքներ էր այդ հույսով եկել, բայց ամաչեց ասեր, կամ էլ ջոգեց, որ չի կպնի։ Ալիք գնա, հա։ Որ ասես ապեր։ Չէ, վրաշ չեմ։ Ներկայությունը տա ներվայնացնում ինձ։ Լավ, գնամ ապեր, գնամ։ Բայց հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում կհասկանաս, որ այնքան էլ արդար չես եղել աղբորդ հետ։ Բարև ջահել։ Ես տենց վախենալու է։ Դուք ինչ չեք ճանաչում։ Ինչի դու ինձ ճանաչում ես։ Չէ։ Ես էլ քեզ չեմ ճանաչում, բայց ոնց որ ուզում եք ծանոթանալ։ Թե չէ։ Կարող է ինձ թված։ Կարող է։ Տանն, հա։ Բայց ասեցիր, որ չենք ճանաչում իրար։ Տանտերը տանն է։ Լևին ես հարցնում։ Հա։ Այսինքն դու ճանաչում ես Լևին։ Եթե տանն է կարակ ասեք, Սոսն եկել ուզում է տեսնի իրան։ Իսկ կարող եմ իմանալ Սոսը Լևի ինչն է։ Չեք կարող։ Գախնիկ է։ Կկանչեք իրան, թե գնամ։ Եթե ուզում ես տեսնել Լևին, ստիպված ես սպասել։ Կսպասեմ։ Անցնենք տուն։ Չէ, ես տեղ կսպասեմ։ Շատ եմ ուզում Լևը մեզ ծանոթացնի։ Հետաքրքրեցիր դու ինձ։ Իսկ ինչի պիտի ես իրան սպասեմ։ Հենա թող ինքը քեզ սպասի, չէ։ Եթե չի ընդունելու, մի անգամից ասեք գնամ։ Սենց է, հա ձևը։ Ինձ ճամփում ես Ժանոյին ես դիմավորում։ Երևի վրես էլ լավ խմդում եք։ Բայց հեսա կարող է գժվեմ Մելկոսի տեմ մորթեմ։